Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Մի ծրագիր էր, որը ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ Ռուսաստանի դեմ։ Նախագիծ, որը ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Ասում է թող հաստատի։ Այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել։ Վերջնականորեն Հայաստանը քանդելու Թուրքիա պատահության տակ ներքաշելու նպատակով։ Այս շաբաթ Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Սեպտեմբերին Ադրբեջանում կրկին զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։ Որն է նման ակտիվության նպատակը։ Մենք տեսնում ենք 2020 թվականից հետո կտրուկ աճ մեր տարածաշրջանում համատեղ թուրք-ադրբեջանական զորավարությունների եւ ավելի լայն կարող ենք ասել ընդհանրապես ռազմական համագործակցության բոլորովին այլ մակարդակ է, շատ ավելի ինտենսիվ, շատ ավելի մեծածավալ եւ սա անուղղակի հերթական փաստն է, որ ոչ Ադրբեջանում եւ ոչ էլ Թուրքիայում որևէ խաղաղության գործընթացի այս տարածաշրջանի հետ կապված չեմ պատրաստվում։ Ես կարծում եմ, որ վերջի երկու զորավարությունները մասամբ առանձնանում են նրանով, որ նախ դրանք բավական մեծածավալ են եւ ներգրավում են տարբեր զորատեսակներ, սկսած ուրեմն օդային եւ հակաօդային պաշտպանությունից մինչեւ դիվերսիոն խմբերի աշխատանքների համադրում, որը արդեն իսկ պետք է մտահոգիչ լինի։ Երկրորդ, այսպես կարևոր տարբերակի հատկությունն այն է, որ երկու զորավարություններն են, որ տեղի ունենալու հունիս ամսվա ընթացքում, դրանք երկուսն էլ Նախիջևանի տարածքում են իրականացվում, հաշվի առնելով վերջին ամիսներին եւ վերջին ընդհանրապես կարող ենք ասել 1-2 տարում Նախիջևանի ռազմավարական կարեւորությունը եւ այն կարեւորությունը, որ դրան հաղորդում է թուրք-ադրբեջանական կողմը, այն սպառազինությունների զենքի ծավալը, որ ուղարկվում է Ադրբեջան, ինչի մասին մենք կարող ենք դատել բաց աղբյուրների հետախուզության հիման վրա, այդ ամենը հուշում է, որ Նախիջևանը իրենց կողմից դիտարկվում է որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ կամ առնվազն այնտեղ կարող են լինել այնպիսի իրադարձություններ, որոնց պետք է պատրաստվել։ Հիշեցնեմ, որ նմանատիպ մենք իրավիճակ ունենք օրինակ 2020 թվականի օգոստոսին, երբ Ադրբեջանի հետ դարձյալ զորավարություններ էին եւ թուրքական զորքը այդ զորավարությունների պատրվակի տակ գտնվեց եւ հետո էլ զորավարությունների ավարտից հետո էլ շարունակեց գտնվել Ադրբեջանի տարածքով։ Ինչ եղավ հետո, քաչ հայտնի է։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը օրերս հայտարարեց, թե խափանել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը։ Էրդողանը հայտարարում է, թե ակնկալում է, որ Իրանը կաջակցի միջանցքի բացմանը։ Հնարավոր է արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիրը փորձեն լուծել ռազմական ճանապարհով։ Զանգեզուրի միջանցք կոչված քաղաքական ծրագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմավարական առաջնահերթություն է ներկայացնում մեր տարածաշրջանի քաղաքականության շրջանակներում եւ հետեւաբար երկու երկրներն էլ բավական լուրջ, մեծ եւ կարեւոր ջանքեր ներդրում, որպեսզի այս գաղափարը, այս ծրագիրը իրականություն դառնա։ Գաղափար, որը իր բնույթով եւ հակահայկական է եւ հակաիրանական է։ Հետեւաբար խոսել այն մասին, որ Թուրքիան կարող է մեկ օրում, մեկ պահի հրաժարվել այս ծրագրի իրականացումից, անտեղի է, կարող է լինել միայն տեմպի եւ ուժգնության փոփոխություն, բայց ոչ նպատակ է, այսինքն նպատակը առկա է, շատ հստակ է, որ Թուրքիան նպատակ ունի ցամաքային ուղիղ կապ ստանալ Ադրբեջանի հետ եւ դրա շնորհիվ կապվել այսպես կոչված թուրքախոս թուրքական աշխարհին, այս ուղղությամբ մեծածավալ ջանքեր են ներդրվում, ընդ որում դրանք միայն քաղաքական մակարդակում չեն, դրանք միայն հռետորաբանության ձևաչափով չեն, այսինքն միայն հայտարարություններ չեն, այլ այն ինչ որ մենք քաղաքականության մեջ կոչում ենք policy in action, այսինքն քաղաքականություն, որը հենց այդ պահին նաև իրականություն է դառնում, իրականանում է եւ Զանգեզուրի միջանցք կոչված քաղաքական ծրագրի ուղղությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնում են շինարարական աշխատանքներ այս պահին, համապատասխան ռազմավարական նշանակության աշխատանքներ, չէ՞ որ այդ երկու երկրում էլ այսպես կոչված այդ միջանցքի մուլտիմոդալ ճանապարհի համար շինարարությունը ընթացքի մեջ է, ամբողջ ծավալով ընդ որում ընթացքի մեջ խոսքը եւ ավտոմոբիլային ճանապարհի, եւ երկաթուղային ճանապարհի, եւ գազատարի, եւ էներգետիկ միջանցք կոչվածի մասին է։ Հետեւաբար խոսել այն մասին, որ իրանք սա մի կողմ են դնելու մի վայրկյանում, դա կարծում եմ տեղին չէ։
Կովկասի մահմեդականների վարչության նախագահը թշնամական զրպարտիչ հայտարարություններ է արել հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին։ Ինչն է Փաշազադեի ջղաձգումների պատճառը։ Հայ առաքելական եկեղեցին բացի հոգևոր կարևորագույն դերակատարում ու գործոն լինելուց մշտապես հանդիսացել է ազգային պետության, ինքնության, հայկական, այսպես կարող ենք ասել, ազգային քաղաքականության կարևորագույն խթաններից կազմակերպիչներից մեկը, եւ սա գաղտնիք չէ նաեւ մեր ճշտամիների համար, եւ պատահական չէ, որ խոշոր հաշվով հայ-թուրքական հակամարտության մեկնարկից 11-րդ դարից ի վեր մշտապես թիրախավորվել է հայ առաքելական եկեղեցին որպես առաջին հերթին բնականաբար ինստիտուտ։ Իհարկե զերծ չեն մնացել մեր ճշտամիները նաեւ այդ ինստիտուտի այսպես հեղինակությունն ու վարկը խաթարելուն միտված քայլերից, բայց առաջին հերթին իհարկե խոսքը գնում է այդ ինստիտուտի այսպես չեղարկման, այդ ինստիտուտի հնարավորությունների սահմանափակման մասին։ Արտարոց բան չկա, ցավոք սրտի խնդիրն այն է, որ մենք հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ հետևական աշխատանք է տանում Ադրբեջանը, նաև Վիետնամում միշտ կարելի է տեսնել Թուրքիայի ստվերը այս հարցում, եւ կարծում եմ, որ հիմա թիրախավորումը նաև ընտրված է, որովհետև իրենք ընկալում են, որ այս պահին հայկական ազգային կողմը առավել խոցելի է եւ հնարավոր է, եթե ոչ լիարժեք հասնել նպատակին, այլ առնվազն այս թիրախավորումներով այն զգալիորեն թուլացնել։ Փաշազադեի հայտարարությունից կարճ ժամանակ անց Հայաստանի վարչապետը արշավ սկսեց հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Սա զուգադիպություն է։ Ցավոք սրտի մենք վերջին տարիներին ականատես ենք լինում, որ Հայաստանի դեֆակտո իշխանությունների հռետորաբանությունը համընկնում զուգահեռ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քարոզչությանը, հակահայկական տերմինաբանությանը, հակահայկական քաղաքականությանը։ Այս դեպքում էլ այն մենք տեսնում ենք, որ փաստացի նույն ժամանակ գրոհ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, թե դրա պատճառները, որոնք են կարծում եմ կարելի է մի քանի պատճառներ բերել, բայց այն, որ այս պարագայում մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի ճնշման հետ զուգորդված ճնշում, որը նույնիսկ անկախ նպատակներից, բայց նպաստում է ադրբեջանական ճնշման արդյունավետությանը, դա փաստ է։ Ուստի ես կարծում եմ դա դատապարտելի է, դա անթույլատրելի է եւ այն հակասում է հայկական ազգային շահերին։ Ինչպես պետք է հայ քրիստոնյան պաշտպանի եկեղեցին ոտնձգություններից։ Եկեղեցին մենք ենք եւ դա նաեւ մեր քրիստոնեական դավանաբանությունն է ասում, որ մենք այն եկեղեցու մասերն ենք եւ հարցակում եկեղեցու հարցակումը նաեւ մեզ վրա։ Հետաբար մենք բոլորս ունենք անելիք, բոլորս ունենք ասելիք։ Երկրորդը, որ պետք է նեցուկ կանգնել եկեղեցուն, հիշելով, որ արտաքին առնվազն թշնամանքը, արտաքին հարցակումը եղել է, լինելու է եւ եկեղեցին որպես ինստիտուտ միայնակ բնականաբար անկարող է լինելու այդ հարցակումներին դիմագրավելու եւ միշտ էլ ժողովուրդը բնականաբար նեցուկ է եղել, կանգնել է եկեղեցու կողքին, իսկ այն, որ որոշ քարոզչական նպատակներով մեր ճշտամիները եկեղեցուն պախարակելու, եկեղեցուն թիրախավորելու քաղաքականություն են վարում, պետք է հասկանան, որ մենք չպետք է տրվենք այդ քարոզին, ընդհակառակը բացատրենք մեր այն քաղաքացիներին կամ այն հայրենակիցներին, որոնք հանկարծ այդ քարոզի այսպես ծիրում են գտնվում, որ այդ հարցերը որևէ առնչություն չունեն եկեղեցու հետ, դրանք շատ դեպքերում նորից եմ ասում երրորդական, չորրորդական կարևորություն ունեցող ինչ որ բաներ են, գուցե անհամաձայնություններ են եւ ավելի սուրբ բան քան մայրաթոռը, ավելի սուրբ բան քան նաեւ մեր դավանանքն է դա ասում մեր եկեղեցու գլուխը, որը Աստծո կողմից օծյալ է ըստ մեր առաքելական եկեղեցու հավատո հանգանակի, այն պետք է միանշանակ պաշտպանվի, առավելևս երբ որ այդ թիրախավորումները նորից եմ ասում ուղղված են ոչ թե միայն եկեղեցուն, այլ եկեղեցու միջոցով հայկական պետականությունը եւ հայկական ինքնությունը խոշոր հաշվով չեղարկելուն։ Տարածաշրջանում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է, եթե այո, ապա որ դեպքում։ Մեր տարածաշրջանում խաղաղություն երևույթը շատ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Հիմա օրինակ այս պահին Ադրբեջանը հենց այս վայրկյանին չի կրակում Հայաստանի Հանրապետության վրա, բայց 3 օր առաջ կրակել է
3 տարի առաջ կրակել է եւ բացի կրակելուց այլ տեսակի ռազմական գործողություններ, ոչ ռազմական ուղղակի, բայց ըստ էության ռազմական բնույթ կրող գործողություններ իրականացնում է, սպառազինվում է, սպառնում է Հայաստանին, անդադար նոր նախապայմաններ առաջ բերում, շարունակում է Հայաստանը պահել բլոկադայի մեջ, Հայաստանի քաղաքացի հանդիսացող տասնյակ մարդկանց, մեր հայրենակիցներին, եղբայրներին պահում է գերության մեջ, խոշտանգում է նրանց եւ այլն, այսինքն այս բոլորը ոչ այլ ինչ քան պատերազմական գործողություն, բայց որը մղվում է ոչ այդ պահին ռազմի դաշտում, բայց իր բնույթով այն շարունակում է ծառայել նույն նպատակին։ Հետևաբար պատերազմը շարունակվում է։ Եվ եթե դուք նայեք, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ նախապայմաններ են առաջադրում Հայաստանին այսպես կոչված այդ խաղաղության պատրանքի համար, ապա այդ բոլոր նախապայմանները ոչ թե ուղղված են նրան, որ մենք համակեցության մեջ խաղաղ իրար հետ ապրենք, այլ ճիշտ հակառակը ուղղված է նրան, որպեսզի հայկական քաղաքական գործոնը, հայկական պետությունը այնքան թուլանա, որ այն լիարժեք կախման մեջ գտնվի Թուրքիայից եւ Ադրբեջանից ու այլ դիմադրելու կարողություն չունենա։